Գյումրու թիմի ընտրություններից անցել է արդեն 4 օր, բայց երրորդ ամենաշատ քվեն ստացած ուժը Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ շարունակում է լուռ մնալ, ինչն էլ լարվածության մեջ է պահում ոչ միայն Գյումրին, այլև ամբողջ Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ մասնագետները պնդում են, որ Մարտուն Գրիգորյանի կարգավիճակը այս պահին ամենավորոշիչն է։ Ըստ էության Մարտուն Գրիգորյանը որոշելու թողադառնալու Գյումրիի քաղաքապետ։ Որոշիչ ձայներ ունեցող Մարտուն Գրիգորյանը շարունակում է լռել, չպատասխանելով նաև մեր զանգին։ Իսկ տիրող լռությունը կանխատեսման մի քանի տարբերակ է առաջ բերում։ Հայկական ժամանակի հետ զրույցում նշում է անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի մասնագետ Արեգ Քոչինյանը։ Մարտուն Գրիգորյանը միանում է Վարդան Ղուկասյանին եւ Վարդան Ղուկասյանը դառնում է քաղաքապետ։ Եթե Մարտուն Գրիգորյանը իր ձայները տալիս է քաղաքացիական պայմանագրին, ուրեմն քաղաքացիական պայմանագիր է դառնում, ուրեմն իշխող ուժ Գյումրին, բայց այս հարցը թերևս բացառված է, ինչպես նաեւ առաջին տարբերակն այն որ չափով բացառված, որովհետեւ Մարտուն Գրիգորյանը երկու տարբերակներ արդեն հայտարարել է, որ չի անելու։ Մյուս տարբերակը տեսականորեն հնարավոր քաղաքացիական պայմանագիր իր ձայները տալիս է Մարտուն Գրիգորյանին եւ Մարտուն Գրիգորյանն է դառնում քաղաքապետ։ Դեռ ղեկավար չունեցող գյումրեցիներին հուզող այս թեմայի շուրջ Քոչինյանը էլի կանխատեսվող տարբերակներ է առաջարկում։ Ուժերից որևէ մեկը չի հաջողացնում կոալիցիա ձևավորել, բավականաչափ ձայներ հավաքել եւ նշանակում են նոր ընտրություններ, որովհետեւ եթե մանդատները ստանալուց հետո համապատասխանաբար տիմուրենքի կետով ժամանակահատված կա սահմանված, որը եթե անցնում է եւ քաղաքապետ չի ընտրվում, նշանակում են նոր թիմ ընտրություններ։ ՔՊ-ում շարունակում են հայտարարել, որ Գյումրիում անկախ ամեն ինչից իրենք ունեն քվեարկողների մեծամասնական ձայները։ Վարդան Ղուկասյանն էլ նշում է, ինքն էլ քաղաքն էլ սպասում է Մարտուն Գրիգորյանի որոշմանը։ Հիշեցնենք, թե այս պահին ֆավորիտ տեխնացուները ընտրության օրը հանուն ինչպիսի Գյումրիի էին քվեարկել։ Հանուն զարգացող Գյումրու։ Մեր երեխաների համար համերաշխ քաղաք ունենալու համար մեր գյումրեցիները շատ գիտակից են։ Հանուն համերաշխ, հանուն բարեկարգ, հանուն համախմբված Գյումրի եմ քվեարկել։ Ինպիսի որ ապակա ունենա այդ Գյումրին, հավատք ունենա, սիրի իր հայրենիքը։ Արեգ Քոչինյանը տարբերակները թվարկելուց հետո ընդգծում է մի փաստ։ Քաղաքացիական պայմանագիրը կարող է քաղաքապետ դարձնել Մարտուն Գրիգորյանին։ Նույնիսկ պարտադիր չէ թե կոալիցիա կազմել, կարող են ուղղակի քվեարկել եւ իրեն դարձնել քաղաքապետ։ Ես կարծում եմ դա ավելի լավ է, քան Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ։ Մարդը, որ ինչ այսքանի օրը այսպես տեսախցիկներից չի իջնում, որ ասած անայում չէ քրեական ենթամշակույթի, քրեա օլիգարխիկ համակարգի ինչ որ բաներ է։ Հրաչ Սահակյան, այսօր։